Գարունը նորից պետք է ստիպված վեկանենք։ Պետք է վեկանենք որ տնենք այս հողերի վրա։ Սեղանի կարգտահարված խնձորներին են նայում Նալբանդյանի գյուղացիները ու փորձում հասկանալ, ով է իրենց խաբում։ Ասենք միջև երկրի քանդվել է։ Էկոնոմիկայի նախարար Պապոյանը, թե Արմավիրի մարզպետարանը։ Գևորգ Պապոյանը մի քանի անգամ ձայնային հաղորդագրությամբ վստահեցրել է գյուղացիներին, թե հոկտեմբերին կառավարության որոշմամբ 100%-ով փոխհատուցվել են մայիսի 14-ի աղետալի կարկուտի վնասները։ Այսի նկարը ուղարկել են Պապոյանի սանք այս բաները ու հեսա իրա ասածը որ ասում է որ մենք փոխանցել ենք դեռ փոխհատուցումը արել ենք։ Բարև ձեզ Արմեն ջան, բոլոր գումարները փոխանցված են մարզպետարաններ եւ համայնքապետարաններ նախարարության կողմից։ Իրանք արդեն պետքա ձեզ տան բոլոր գումարները, ընդ որում ոչ միայն այս տարվա կարկուտի, այլ նաեւ անցած տարվա։ Այս էլ հաջորդն է որ ուղարկել է։ Հենց նոր նայեցի։ Ուրեմն 49 համայնքից փոխանցված է 36-ը ամբողջությամբ։ Արմավիրի մարզպետարանից հիասթափված են դուրս եկել տուժած այգեգործները։ Դուք իրավիճակին չեք տիրապետում։ Ոչ մի փոխհատուցում էլ չի եղել, ասել են նրանց։ Պատասխանել են որ եկել ենք մարզպետարան, ասում են փոխհատուցում չի եղել։ Պարոն Պապոյան ջան, ես հիմա եկել եմ մարզպետարան, դուք որ ասում եք փողերը փոխանցված է։ Հիմա մարզպետարանից մեզ ասում են որ ոչ մի գումար մեզ ոչ մեկ ոչ փոխանցել է, ոչ համայնքապետարան, ով է ստեղ հիմա մեզ խաբում ենք չենք հասկանում։ Ասենք ինչ հլենք հիմի սա ռայոնով բռնենք, հլենք ճամփեկը փակենք, ասենք չէ պիտի պարտադիր Պապոյանը գազդե։ Հայլուրին եւս Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը հաստատեց. Կարգտահարության փոխհատուցում չեն ստացել։ Մարզպետի աշխատակազմին գումարներ չեն փոխանցվել այդ նպատակով։ Գյուղացիները փոշմանել են, որ 2021-ին Նալբանդյանի 80%-ը հավատացել ու ձայն է տվել քաղաքացիական պայմանագրին։ Այսօր անպաշտպան վիճակում է հայտնվել գյուղացին հարկերի, տուրքերի մեջ խրված։ Դեկտեմբերի ես արդեն վերջն է գալի, պետք է պարտադիր հողի ջրի հարկերը տանք։ Եթե չտանք, մտնում ենք հարկադիր ու չենք կարող տանք։ Այդ գոնե որ փոխանցան այդ գոնե հողի ջրի հարկ գոնե էդի հողի ջրի հարգանը չի որ մեզի ապրելու էդի միջոց է։ Ջարդված այգին դժվար էլ այս տարի բերք տաններ սրտում են գյուղացիները։ Կոտրված այս ճյուղերի պես մարդկանց վստահությունն էլ է կոտրվել։ Հոգնել են իշխանության կեղծ խոստումներից։ Այսօր գյուղացին ամենաանկարող, ամենաանտեսված վիճակում է։ Ես ահրաբիկն եկավ, եկան մեզի ոսկե սարեր խոսք եկան եւ այսօր էլ ոչ մի արձագանքի չենք տենում։ Մենակ ամենասի գյուղացին իր դարդու ցավերի հետ։ Եկան գրին, ջնջին, սև սպիտակի վրան հեսայես կանենք, են կանենք, բայց մեջտեղում ոչ մի բան։ Նաեւ ալես կարկուտի ավերվածները վերենել խփած ու չորացած։ Սա թողել եմ էսի որպես տեսք։ Որ մնաց այսօրվա ամբագորգոր վիճակը, որի կայնած են գյուղացի կողին, կայնած են մեր ժողովրդի կողին։ Որ մնաց բա։ Էկոնոմիկայի նախարարությունում դեռ ճշտում են, ով ում ինչ գումար է փոխանցել, կամ էլ հաստատ փոխանցել է։ Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։